Ալեքս ջան, դու իջացու։ Ախպեր ջան։ Համել մի քիչ կտրվի է թեռախոսից։ Չէ, չի։ Չի որ կարող է բանես նայեմ։ Այ սիրելի հետևորդներ ջան, բարի ձեզ։ Իմ են սիրում մազերից երեկվա։ Կարելի է ասել, կիսատ պրատ է մնացել։ Շոքը շատ է, շատ շոք է։ Շատ շոք է, այն որ ոչ մի բանի հավես չկա, այդքան շոք է։ Բայց թե տարբերակ էլ չունենք, էտա ունենք, են ինչ ունենք։ Գիշերը տոթ էր, մի այլ կարգի անբացատրելի։ Սաղնանի սառը ջրերը որ չլինի կորացեք։ Բողոքներով չէ ասեցի, բայց թե շոկ սիրող մարդիկ ինձ չեն հասկանա, իսկ իմ նման շոկի հետ կռիվանող մարդիկ լավ կհասկանա։ Տես ինչա կատարվում։ Համի այսօր առավոտից արթնացել ենք։ Վերջը ամենքս մեր գործին ոնց հասկանում եք սենյակը մենակ չենք արդեն էտա այսօր ուրիշ է կարգը ամենքս էլ ուզում ենք մեր համար լավ լինի, մեր երեխի համար լավ լինի դրա համար պիտի փորձել հարմարվել էտա ուրիշ տարբերակ չունենք կամ պիտի գաս ու հարմարվես կամ էլ նստես քո սիրուն պուպուշ տանեմ ոչ մի տեղի վրա չգնաս ճիշտ եմ չէ իհարկե ճիշտ է այդքան տեղը հիմա այ ստեի ճուտոն էլ չի դիմադրում շոքին մենք լամեծերս ենք ասում, բայց թորփեքն ինչ ասեմ էտա ցավալի է, բայց փաստ է Այսօրվա պլանների մասին Ալեքսը մի պարապմունքին արդեն գնացել է Ցավացնում ես, լա մի հատ էլ հովուլ ես ասում Ցավացնում ես, ցավացնում Բա էլ խի հատ են ցանում Ինքը վարկը հավանում հասնոց է ձեներ է հանում Չէ, բայց դա ցավալուց են ցարա Հոգնել ախեղջ քորփան Բան Ամանցի կոտիվարը չէ, շիզեն Տենանք ոնց կստացվի Շոքա Դիմադրում ենք մի այլ կարգի ու մի մեկ մտածում եմ ասում եմ ոնց է օգոստոս ամսին վեր կենում գալի աստվածին Տարիները փոխում են մարդուն իրոք փոխում են Այն հնուկնանից արդեն լավ շոքերն ընկան որովհետև մեր մոտ էլ արդեն տեղը շոք անան բայց մեր մոտի շոքը խոնավի հետ խառնվում ու դառնում է լրիվ ուրիշ բան իսկ ստեյնը ուրիշ ձև է մեր պարապմունքներն է սա կվերջացնենք սերի հետևորդներ ջան ասած Ալեքսիս հետո գնալու եմ բժշկական կենտրոն ոտքերիս համար հետո խանութ մտնեմ երկու բան վերցնեմ որովհետև երեք ոչ մի բան չեմ առել ու արդեն
Սկսես, որ անհրաժեշտությունը կա, կարիքը կա։ Այդտեղ։ Այս շոկ։ Այդտեղ։ Մի հատ էլաստիկ կետրիներ, այդ որ արդեն անբացատրելի, դրա համար, որ սկսում են երթևեկել, պարտադիր իմ երթևեկելու համար ես ինքս իմ առաջ սենց խնդիր եմ դրել, որ բանանեմ կոնդիցիոներով տրանսպորտով երթևեկեմ, երեք մտել էինք, չէի նկատել, որ չկա իջանք, շատ էլ թեմոցում էին կարել, բայց նենց էլ մարդիկ շատ են, ավտոբուսը մարդա շատ ալնեմ։ Մի հատ էլ առանց կոնդիցիոներով բաց պատուհանից էլ հոսառոտ չի կա տաք քամինա գալի։ Դրա համար էլ թողենք ու փախանք, ասի Ալեքս ջան, մամա, չենք ասել, գիտեմ, որ չենք ասել, բայց թե կոնդիցիոներ չկա, այդ արդեն իսկ ահավոր է։ Հաջող։ Այդ տենց բաները։ Ելի հետևորդներ սիրտս նեղվում եմ, որ իմ կողքին ես պուճուր երեխեքին եմ չետենեմ, չեմ կարում բացատրեմ, թե ինչ ալնեմ, այն որ չդիմացա խոսացի, բայց թե բա ինչ անես, նենց էլ էտ երեխեքին իրանց հասացա, մի հատ էլ մի քիչ իրա սրտով տենց գնա էլի պահի տակ, ասկի ես ես պարոնի սրտով եմ գնամ, որ ըդքան չնեղվի, այդ տենց բաներ, երեկվանից ընկել եմ մազերից հետևից, ես մինչև հիմի ինքս իմ վրա շատ զարմանում եմ այն կարգի, որ երեկվա վլոգին տենց վերջաբանի նման մի բան չտվեցի, միշտ նկատած կլինեք, որ աշխատում եմ, վլոգը եզրափակ եմ, երեք չէ, որովհետև ես մտածում էի, դե գնամ ընդամենը մազերս ուղիղ ֆենեմ, հավատացեք, որ այդպես էլ եղավ, մտա Վարշավյանոց, դե Օվսաննայի մոտ էի գնում, իրա մոտ էլ մինչև 6-ը թե 6 գրանցում կար, համարը կորցրել էի, հետո ճիշտն ասած մտածում էի, ասում էի, կարող է չի աշխատում, չէ, մարդը լավ էլ աշխատում էր, համով էր կոֆես պրծավ, միասնեմ վենտիլյատորը, մարդը լավ էլ աշխատում էր, սիրելի հետևորդներ ջան, բայց գրանցած էր, ես էլ որ մնայի տեղ չէի կարա գայի հասնեի սենյակ, այդ մասսարկելը վրես կրկնակի կնստեր, այսինքն տաքսով էի գալու, ինչ անեմ, մազերս էլ վերջելի լվանալը պետք էր, ասավանայք ջան, դե ինձ բնավորությունս ճանաչելով, ասավ նստի, սենց նայում եմ իրան, ուզում եմ հասկանամ էլի, ես նստի, ասավ, լավ մասնակ է տա, լավ վարսահար տարա, նստեցի, էտ աղջիկը մազերս լավ լված, երկու շերտ ֆենեց, երորդ շերտում, ես չգիտեմ ոնց եղավ, ինչ եղավ ու ոնց եղավ, ասում եմ օրինակ իմ մազերն ինչ ձև կկտրես, այս աղջիկը ծիծաղեց, դե հայլում էր, զարմացած նայում եմ դեպքին, ես քեզ հարց եմ տալի, դու ծիծաղում ես, ասմա հենց այս պահին ես երկրորդ շերտը հենց սկսեցի ֆենել, ասմա ես էլ էի մտածում, տենաս այս աղջկան կարելի այլի մի քիչ կտրել, փոխել, ասում եմ հա, էլ չեմ էլի թողում, որ շարունակի ու ասի, ասում եմ օրինակ ինչ ձև կփոխես, բացատրում է կտրվածքը, ես պարզ ու շիտակ մարդ եմ, այն ոնց են ասում, անկեղծ երեսին ասող մարդ եմ, ասի հանկարծ եթե դուրս չգա ու փչացնես, կարամ կապեմ մազերս, թե բա հա, ասի վսյո, ուրեմն կտրում ենք, էլ ոչ հարցրի, ինչ ես ասում, էլ ոչ հարցրի, ինչ ձևի պետք կազմի իմ մազերը,
Ասի շոքի հետ գոնե մի քիչ կտրենք, թեթևանա, համեղ թարմանա։ Ու եկեք տեսեք, որ մարդը լավ է կտրեց։ Երբեմն չեմ այսքան սենց մանրամասն ասում, սիրելի հետևորդներ ջան, երբեմն ռիսկի դիմելը շատ ոչ թե պետք է, անհրաժեշտ է։ Ես օրինակ առաջներում պետք է պարտադիր իմացած վարսահար դառններ, պետք է սենց լիներ, պետք է նենց լիներ, ու վերջ էլի ռիսկս չէր ներում։ Իսկ մեկ-մեկ պետք է կտրուկ որոշումներ կայացնելը, որովհետև իրոք պետք է սիրելի հետևորդներ ջան։ Կտրեցինք, տեսակ, երկարությունից շատ քիչ ա վերցրած ու լավ ա։ Ու դրանց հետո քննարկում եմ այս սպիտակների շատ եմ նեղվում, ախր տեսակներ կելեմ ու եկել, ու սենց աբադոկի նման, սաղ ես մազերիս ես կոմերը սպիտակ ա, մի տեսակ ոնց որ ինձ անընդհատ ճնշում ա, անընդհատ վերջ էլի, տրամադրությունս փոխում ա, մտքերս խառնում ա, ու մեկ էլ ասում եմ, օրինակ ոնց կարամ էլ ես սև մազերը ես կոտրեմ, ուրիշ գույն լինի սևի վրա շատ արտահայտիչ, մյուս վարսահարդարների նման ինքն էլ ասում պետք է աստիճանաբար ներկես, Օվսաննա քեզ Օվսաննա ասում ա թթվածնային գունաբացում բերանենք, ասում եմ ես չեղած մազերս էլ որ վառենք էլ տակին ինչ կմնա Օվսաննա ջան, ասավ ընդհանրապես մազերիդ ես ասավ կոպիտ ասած գարանտիա եմ տալիս ու քո ուզած գույնը ստանաս, իսկ մեր քաղաքում սիրելի հետևորդներ ջան, մի վարսահարդար այդ գործողության համար ուզեց մինչև 50,000 դրամ, այն մյուսը ուզեց 20,000 դրամ, պլյուս մինչև մի տարի, որ իմ ուզած գույնը լինի, իսկ այս դեպքում, ինչքան հետաքրքիր է էլի տարբերությունը, այս դեպքում Օվսաննան ասավ, բանա, քո ուզած գույնը կարա լինի թթվածնային գունաբացումով, համի մտքերիս հետևից եմ ընկել, հեյ, ոնց եմ ուզում ես փոխեմ, ոնց եմ ուզում այս սևից դուրս գամ, մի հատ էլ էլի հասկանամ, օրինակ տարիներ առաջ հիշում եք, մի 3 տարի առաջ անդուր բաց էի ներկում, համի որ նայում եմ, ասում եմ Աստված ջան ուժերի ես եմ ներկել, այդ գույն չեմ ուզում, ուրիշ հետաքրքիր գույն եմ ուզում, հլա տենակ կլինի թե չէ, ու իհարկե ոչ այս պահին, բայց մտքումս կա, մտում եմ երեկվանից, այդ մտորումների մեջ եմ, որ տենամ, ինչ կլինի տենաս պլի, տենազատա, նայեք, ես դեռ ճաշ չեմ էփել, ես իմ ճաշը իրիկունն եմ էփել, ինձ մի ընդամենը պետք է սրանով ջուր տաքացնեմ, որ հա, ջուր տաքացնեմ, որ խմեմ էլի տենազատա ճաշես էփա Պաշմանած բանաստեղծի պես հետ եկանք որովհետև մարդը ճաշեր է իսկ ինձ ջուր էր պետք առավոտները տաք ջուր եմ խմում դրա համար չգիտեմ հիմա այսօր էլի որ այդ գնամ պուլս մեծ մտնելու եմ երեք ունքան սենց ուղակի թռուցիկ ասի ու անցավ չհարցրի էլի քանի ժամ կտևա, ոնց կլինի, ինչ կլինի, բեսուլֆատ մի շամպուն պետք է, պետք չի, այդ աղջիկը ասում է կեռածին կուզես, ասում եմ չէ, ու մի խոսքով էլիս, մի այսօր գնամ հարցնեմ, ու հետո կասեմ,
Սիրելի հետևորդներ ջան, ժամը 2-ից 10 պակաս ու ժամացույց ինձ ասմա աղջիկ ջան, ուշանում ես, վերկաց, հավաքվի, թեպետ և ես արդեն իսկ հավաքվել եմ, տոպրակս եմ վերցրել, ույս մետ եմ գնալու, գիտեք արդեն, բայց սիրելի հետևորդներ ջան, ույս մետ գնալուց առաջ ես երեք պայմանավորվել եմ Ալեքսի կոշիկի համար, որ գնամ մտածում էի կունենան, ասմա չէ չունենք ու դա ինձ արդեն անհանգստություն տվեց, հմի գնանք նորից չապվեր ունեն, հետ չէ ելուզի այս արևին, տժման արևին, գնամ բան անեմ, քայլեմ, որովհետև կեսօրին մինչև ժամը 5-ը արևի են ամենա ուրիշ ճարակալներն է, բայց ուրիշ տարբերակ չունեմ, ինչ անեմ, գնանք երեխի կոշիկի հարցը լուծենք, որ էսա դպրոցի է, կմնանք առանց կոշիկ է, ու դա ճիշտ չի, դուք գալուց առաջ է, իման կողմնա ինչա, էսա, որ նստում ենք, քնում ենք, թե եսա ինչ անեմ, դուք ասեք ես անեմ, հավաքեմ գնացինք։ Սիրելի հետևորդներ ջան, իջել եմ Կոմիտասի պողոտա, գնանք Ալեքսիս կոսիկները պատվիր ենք պարտադիր, թե չէ ուլերը թռան, կմնանք կանգոշիկ։ Այստե ինչ թանգա Մալաքյան դավեշանա Տեղցեր ուզեմ սյուրտը ծանը Այսիպսը բախաղակա Արդեգեց Նաղլեցա Կարնեշե բախաղ Դեսին Ալեքսաս իր թազա շալվարն է հագել, բան չէ, նայից, չեմ կանգնել, արի, արի հլադար ձգելու շատ ճամփանում ենք, Շատ տարա Այ շոքա մամա ջան Հայլենք Հազար պետ Ինչ թանկ այս Կոմիտասի վրա փաստորեն ամեն ինչ Առնեմ Ասացավ տանեմ ես առաստվենք Կարնեմ Այ բալա Այ տաշի տուշիների անջատ է Մենք գնանք սիթի Յատայ սրանց եմ վերցրել Մավզոր Լավաշ Դարի ես պարտուղ ու ասած գրապինք են է նայել Ով ներասը Պարտին Արիք տեն նայենք անդեք Եսի մինչ է Ով տղեք տեսել է Այսան
որ հաստատ չկա։ Ահա, իսր։ Այս կոմի վրա չկա, այս կոմի ուրեմն մյուս կոմի վրա է գնա։ Սպասի Ալեքս, մի հատարի նայ է, նամ տարան գտնա։ Մի բան հարցնեմ, են գրաֆինները, որ կա հավատարի մոտ, փոքր թափանցիկ, էդ որն է, արդեն անցել է, հա։ Հա, ինքը եղել է 450, չէ՞ կարծում։ Լավ, ուրեմն կասենք, որ տենց։ Ալեքս դրախ էլի ապել։ Որտե մտնայ է իրեն քանդավ կանեիս։ Գալուց կար։ Չէ լավ է, պետք է բացի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, թե ես ինչ արկածային օր եմ ունեցել 6:30-ից մինչև այս պահը 16-ից մեր համարի չանք հավեսով ես իմ վրա վստահ, որ Ալեքսը ոչ մի անգամ ոչ մի բան չի թողում։ Հենց թեքվեցինք, տեսա տոպրակը չկա, այլ միայն ձեռին է։ Շո ես կյանքում այդ տոպրակը չեմ թողնա, մամա ավտոբուսի։ Ու էտա։ Ինչ անեմ։ Մեկ Yandex-ով նայեցի, ասի միգուցե ավտոբուսի համար երևա։ Մինչև շրջվեցի, որ նայեմ, արդեն օղթևս կոկվեց, արդեն ավտոբուսը գնացել էր։ Տենց նայեցի, գուգլեցի, այդ ավտոբուս թագբաժնետ իրական ընկերության մասին որևիցե մի համար, էլի չկար վրաս, ուղեղս տվեց, այն մյուս մայթի Yandex-ը գուգլեցի, ցույց տվեց, որ 40 րոպեից պետք է գա։ Այ, ոնց եմ վազե։ Պետք է գա, մտա սիթի հետ, այս առևտուրը սարի։ Այն բանով, որ Ալեքսին բան է խոստացել։ Առևտուրը սարեց եկա, որ 13 րոպե սպասեցի, 16 եկավ, չկար։ Մի հատ էլ սպասեցի, ես մտածում էի, որ հենց այդ առաջ եկածը չի իդնի, որ երկրորդն էլ եկավ, չկար, այդ վարորդը, բարեխիղճ վարորդ էր փաստորեն, ասմա, Քուրիկ ջան, ասմա համարը թող, ես ասեցի էլի, ասի չեք կարա, կապ հաստատեք, մեջին ասի երևելի ոչինչ չունեմ, մի հատը բռնի, այս մեկը բաց թողամ, մեջին տենց երևելի բան չկա, լահանից հույս տանք ինչ կա, Կտրոնը։ չէ, կտրոն պետք չէ, հա, շտատիվն ու սաները հանի, ու շտատիվ, կթող ասխոսա, հետո հատուրան։ Հեսա շտատիվս, այս շատ լավ որակի է, էլի,
Ճիշտ է, ունեմ 3-4 հատ շտատիվ ունեմ։ Ամենալավը սա է, ինքը համ բոյովանում է, համ տկտվում է, համ ամեն ինչ անում է։ Ես սրան շատ եմ սիրում։ Ես էլ իմ պրոֆեսիոնալ սաներն է։ Ու ավելի շատ է դեպքում շտատիվս էլ ափսոսս գալիս։ Այ մարդ ինչ անեմ։ Այդ վարորդին ասի, հարգելիս ասեցի։ Չի լինի մի հատ ես նկատում եմ տրանսպորտի մեջ, որ դուք նաուշնիկով իրար հետ խոսում եք, դու որտեղ ես, ծիծաղում եմ, ասում եմ, լավ էլ ուշադիր եք, ասում եմ, դե հա, ասում արժեքա որ բան է տոպրակի մեջ, ասում եմ, չէ, բլոգեր եմ իմ շտատիվն է, ու մի խոսքով հատուկ իմ շնորհակալությունն եմ ուզում ասեմ 16 համարում աշխատող բոլոր վարորդներին, սիրելի հետևորդներ, որ իրանք իրար մեկը մեկին կապ են տվել ու մեկը մեկին հասկացվել էլի, որ սենց բան կա, մի խոսքով շտատիվս գտնվեց, ճիշտ ասենյակը մեն մեկն էլ էի բերել, ոնց որ ճիշտս վգա ես, ասում էի կարող է էլի, մեկ էլ տեսար, որ խոսքի կամ կոտրվի, կամ ինչ անի, գնամ նստեմ ես օրենքան են վազվազել, որ թող ես իմ մոտ իմ զապասը ունենամ, դե ունենամ, արդեն հարմարվել էի են մտքի, նստի, հարմարվել էի են մտքին, որ չեմ ունենալու, շտատիվ, դեռ մի վրազ այդ վալբերիս եմ պատվիրեցի, մտածելով, որ վյո, ասելիքս ինչ է, որ ինչի եմ այսքանը ասում, գիտեմ, ամեն մարդ տարբեր ձևի կմեկնաբանի, կքննարկի, նամանավանդ ուրիշ էջերը, նկատում եմ, ուղղակի առհամարանքը ամենամեծ զենքն է, նամանավանդ, ոչմ, չեմ էլ ուզում շեշտեմ, պահը կգա, անակնկալի կգա, ով տենց ինձ լավ հետևում է, սրան նրա էջերում էլ ինքն է հաստատվում, ու ինչի եմ ասում, որ մարդեք, միգուցե, եթե դուք էլ ինչ-որ թե մի բան, կորցնեք, մոռանաք, ոնց եղել էր Ալեքսի հետ, ես ինքան վստահ էի իրա վրա, որ չի եղել տենց բան, ոչ մի անգամ ինքը շատ ուշադիր տրանսպորտում եղել է, որ ես ասենք մտքերով ընկած եմ եղել, ինքն ասել է, մամա, իջնում ենք, ու այս անգամ ինքն էլ ազգվեց, լացեց, նեղվեց, ասում մամա, ես ոնց մոռացա, դա դու կունենայիր, ու ասում հունի, հա, ասում հունի, դեսեք, ինքն ինչքան ազգվել, փողից մի նորան, մի հատեք տան էիր Ալեքս, մի հատեր, Լեգի հետևորդներ, այդտենց պատմությունների մեջ ընկանք, կարևորը ստացվեց, ու գտա, այդտենց երիք չի, մտանցում էի տրանսպորտ արդեն չի դնի, ուզես թե չուզես, տաքսով կգնաս, են է լավ էր, տրանսպորտ կա, տրանսպորտով կգնան, եզանու հարմար, տխրել է շատ ուժեղ, որովհետև չի սիրում ինքը տենց բաներ, բայց թե ստացվել է, ինչքան լավ է, որ կյանքում թող լավ մարդիկ շատ դգնեն, կապ չունի, բարորդապժիշ կա, սովորական մարդը համար է սուսեց, ասավ, որ գտնեմ կզանգեմ, մի 40 րոպե ավել էր անցել, ասի չէ հայ ոչ էլ կզանգի, բայց զանգեց,
Ոչինչ։ Այդ թե ինչ քալակի է կամ ասած մեր գործները։ Ժամը 6:30-ից մինչև 9 հատես, բայց թե էտա ամեն ինչի վերջն ավելի մերը լավ է իրոք կովել էր դες որ եկել ենք սենյակ արդեն այս իմը այս էլ իմ կուրցրածը հեսա տեսեք հոնույնն է սա որակապես չեմ հավանում ինքը կայուն չի լավ չի իսկ այսա ընտիրա ինքը բացվում է տարբեր ձևի հեսա իրա պուլտը ամեն ինչը տեղին բա սերի հետևորդներ ջան այդ տենց պատմության մեջ ընկանք որ բարեհաջող ձևով լուծումը կթա եթե անկեղծ ինձ անենք մեկ չովանանք ուզովանանք ինչև հետո կհասկանանք այնպես որ մի հատ նայեք թե այս ինչ քամի է ստե ծառերն օրորվում են հոb զով արագ եկա ես չեմ սիրում որ մտցնում անոր եմ գալիս ճիշտ ազգուշացրել էի բայց ամեն դեպքը մեկի մեջ չի ամենաուշը 8:30 ես պետք է առնեմ իմ վայրն որ ես ինձ հավեսս կամֆորտ զգամ ամաչերով չմտնեմ մի տարածք, որը որ իմը չի, իմ սեփականը չի, իմ տունը չի, մի խոսքով։ Այսենց բաներ, դա ինչ ասեմ, ձեզ բարի գիշեր ասեմ, մեր տղա մածուն ուտենք, քանի որ մածուն են առել, ու էլ ինչ եմ առել, եկեք գնանք տեցից տան, ու մենք մեր մածունը վայել ենք, ինչ կասեք, իչացրու դրած են Ալեքսանդր Սերի հետևորդներ, օպայնա Ալեքս Ես էլ տեղը Այս ստեղ Այս ենք Այս իմ կտրոնը, այն որ բան եք չես առնը մի 6000 դրամ պարտադիր ծախսեն սենց ֆիլե եմ առել առավոտը յոգուրտի հետ համսայա բրդուջանում համնի յոգուրտ իրա ուզելով եմ առնեմ իրա նախասիրությունն է դա այն սենյակի երեխեն տենց նստած եմ ողջանց ցավում է բայց իրա մամայի ընտրությունն է ինչ ասեմ Սենց ծուկ եմ առել, կարտոշկա կխաշեմ, հետը կուտենք, էլ ինչ եմ առել, օպա, երկու լավաս, մինչ արդ են աս, 645 դրամ, լավաշի կիլոն, մեկ էլ ես մածունը, որ համպին դալ, համ լավնա, համ էլ շատ համով է, էլ չասեմ ես ծկան մասին, օպա, չելի հետևորդներ ճան, ուզում եմ գներն էլ ասեմ, ինձ մեկ ասում եք գինն էլ հետն ասա, եկեք ասեմ, հա, մի հատ էլ ֆանտա ենք, առե խմել ենք, խոզի ֆիլե 4990 դրամ, ես 1000 նայած, որ վաղտ ինչքան եմ առնեմ հեսա, բայց շատ համով է, հետո
Ծովատար ֆիլե կտրտած յուղի մեջ, շատ համով է ինքը 1950 դրամ էդ ցուկներ։ Հետո մածունը 1360 դրամ։ Վախվեչ եմ ունեցել հաշվելը։ Ես միշտ առևտուրից հետո կանգնում հաշվում, նոր են կոմ եմ գնում։ 3000 Ընդհանուր առևտուրս 5297 դրամ է արել, բայց ուզում եմ հասկանամ 2, 3, 6 ինչ ենք բարը, հա 1000 էլ ֆիլեն է, 406 սոկը այլ, այ հմի ձեզ ասեմ բարի գիշեր, մի հոտ հավեսով հանգիստ մածուն վայել է։